Մարդկության ամենամեծ ձեռքբերումներից մեկը գյուղատնտեսությունը այսօր կանգնած է իր իսկ ստեղծած մարտահրավերի առաջ։ ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության նոր զեկույցում հողերի դեգրադացիան անվանվում է լուռ համաշխարհային ճգնաժամ։ Կազմակերպության տվյալով 1,7 միլիարդ մարդ ամբողջ աշխարհում ապրում է տարածքներում, որտեղ բերքատվությունը նվազում է մարդու գործունեության հետևանքով։ This is not a problem confined to poor countries. Սա միայն աղքատ երկրների խնդիր չէ, այլ գլոբալ խնդիր է։ Ամեն տարի աշխարհում մոտ 3,6 միլիոն հեկտար գյուղատնտեսական հող է լքվում, հիմնականում հենց հողի դեգրադացիայի հետևանքով։ Եթե 20-րդ դարում գյուղատնտեսական արտադրությունը արագ աճում էր, ապա հիմա այդ տեմպը դանդաղել է։ Սա հստակ նախազգուշացում է, որ հողերի դեգրադացիան լուրջ մարտահրավեր է համաշխարհային սննդային համակարգի համար։ Հիմնական պատճառներն են անտառահատումները, գերարածեցումը, սինթետիկ պարարտանյութերի ավելորդ օգտագործումը եւ սխալ մշակաբույսերի ցանքաշրջանառությունը, սակայն մասնագետները վստահ են, դեգրադացիան հնարավոր է կասեցնել եւ անգամ շրջել։ Degradation is neither Դեգրադացիան անդառնալի չէ, աշխարհում սննդի զգալի մասը դեռ արտադրվում է հենց դեգրադացված հողերում, պարզապես ավելի ցածր բերքատվությամբ։ Շատ կարևոր է ներկայում օգտագործվող հողերի վերականգնումը, նաև այն դեգրադացված հողերի ռեստավրացիան, որոնք լքվել են։ ՄԱԿ-ի հողերի դեգրադացիայի դեմ պայքարի կոնվենցիան առաջարկում է եռաստիճան մոտեցում՝ կանխել առողջ հողերի դեգրադացիան, նվազեցնել այն, որտեղ արդեն առկա է, եւ վերականգնել այն հողերը, որոնք դուրս են եկել շրջանառությունից։ Աշխարհում գործում է 570 միլիոն ֆերմա, որոնց 85%-ը փոքր տնտեսություններ են, 2 հեկտարից փոքր, սակայն նրանք մշակում են գյուղատնտեսական հողերի ընդամենը 9%-ը։ Զեկույցի ուսումնասիրության դաշտում է նաև Հայաստանը։ Մեր երկրում ֆերմաների միջին չափը 1,5 հեկտար է, այսինքն փոքր տնտեսություններ են, արձանագրում է Անդրեա Կատանեոն։ the United Nations Convention. ՄԱԿ-ի տվյալներով Հայաստանի գյուղական բնակչության մոտ 68%-ը ապրում է դեգրադացվող հողային տարածքներում, ինչը հանգեցնում է գյուղատնտեսական հնայի 4,2%-ի կորստի։ Հայաստանը, լինելով փոքր ֆերմերային կառուցվածքով երկիր, բախվում է այն նույն խնդիրներին, ինչ շատ փոքր տնտեսություններ ունեցող երկրներ՝ սահմանափակ հասանելիություն ռեսուրսներին, շուկաներին ու տեխնոլոգիաներին։ Զեկույցին ծանոթացել են նաև հայ մասնագետները։ Նշում են, հողերի դեգրադացիայի խնդիրը մեր երկրում եւս բավականին արդիական է։ Հայաստանի վարելահողերի մոտ 45%-ը չի մշակվում, շեշտում է Ռուդիկ Նազարյանը։ Սխալ ժամկետի վարի սխալ կատարման տեխնիկայի, մշակաբույսերի ոչ ճիշտ ընտրության, ցանքաշրջանառության չկիրառման եւ տարբեր պատճառներով հողերը կարող են ենթարկվել աստիճանազրկման։ Իսկ եթե չենք մշակում, ինքը արդեն բնականաբար ենթարկվում է աստիճանազրկման։ Տնտեսավարողներին թվում է, որ խոթարկ օգտագործելով իրենք կստանան օգուտ, հողերն էլ նորմալ վիճակում կմնան, այսպես ասած ճակերտավոր հողերը հանգստանում են, բայց դա այդպես չի։ Աստիճանազրկման է ենթարկվում եւ հողը իր հողային կազմով, եւ նրա վրա եղած բուսածածկը։ Խնդիրը համակարգային է, բայց լուծման տարբերակներ ըստ Ռուդիկ Նազարյանի կան։ Հատուկ քաղաքականություն է անհրաժեշտ մշակել հողերի դեգրադացիայի կանխման ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին շատ տարբեր ծրագրերի շրջանակներում շատ լավ աշխատանքներ են կատարվել, բայց դրանք ժամանակավոր եւ տեղային լուծումներ են։ Ընդունենք որևէ մեկ ծրագրի շրջանակում բարելավեց 300 կամ 500 հեկտար վարելահող, բայց հետո արդյոք ծրագրի արդյունքները շարունակական են, եթե չկա ծրագրային ֆինանսավորում։ Այսինքն պետք է այնպես նաև հարցը դնել, որ ծրագրի ավարտից հետո դրանք ունենան շարունակականություն։ Աշխարհում հողերի դեգրադացիայի խնդիրը հաղթահարելու համար անհրաժեշտ է համապարփակ մոտեցում։ Անդրեա Կատանեոյի խոսքով պետք է ապահովել հողի սեփականության կայուն համակարգ, հեշտացնել ֆերմերների հասանելիությունը վարկերին եւ նոր տեխնոլոգիաներին, միաժամանակ խրախուսել կայուն գյուղատնտեսական մեթոդները պետական քաղաքականության միջոցով։ Նիկոլայ Ավետիսյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։